Առջևում ընտրություններ են և ինչպես և 5 տարի առաջ մեր պետության լինել չլինելու հարցն է վճռվում այդ օրը և դա չափազանցություն չի։ Ինչպես և 5 տարի առաջ մեր քաղաքացուն է տրված որոշելու, թե ոչ միայն ով է կառավարելու մեր երկիրը, այլև ինչպես է կառավարվելու։ Պետությունը մարդու նման է և կանգնում է իր երկու ոտքի վրա։ Մի ոտքը իշխանությունն է, մյուսը ընդդիմությունը։ 21 թվականին, երբ պատերազմից հետո երկիրը մտավ ճգնաժամի մեջ, իսկ պետությունն ընկած էր գետնին, հայ ժողովուրդը այն վերցրեց և դրեց իր գլխավերևում։ Հայ ժողովուրդը վերահաստատեց, որ իշխանության տերը ինքն է։ Բայց ժամանակներն էին այդպիսին, որ այդքանը ստացվեց։ Իսկ մնացածում ստացվեց այնպես, որ ընդդիմությունը ժողովրդի հետ կապ չունի։ Այն ինչ որ կոչվում էր և մինչև ամսի 7-ը դեռ կկոչվի ընդդիմություն, դա ժողովրդինը չէր։ Ժողովրդի հետ կապ չունի, պետության հետ կապ չունի, պետության շահերի հետ կապ չունի, բայց հստակ աշխատում է ընդդեմ պետության։ Հիմա 26 թվականի հունիսի 7-ը շատ լավ առիթ է և հնարավորություն, որպեսզի մեր երկրում տեղի ունենա ընդդիմափոխություն, որ ժողովուրդը տեր կանգնի նաև ընդդիմությանը, իշխանությանը և ընդդիմությանը, որպեսզի պետությունը կանգնի երկու ոտքի վրա։ Ինչ է լինում, եթե դա չի ստացվում։ Այս խորհրդարանական մղձավանջը, որ 5 տարի ուղեկցում էր մեզ, ևս 5 տարով և ավելի ցածր մակարդակի ու ավելի անտանելի ձևերով շարունակվելու է, ընդդիմությունը մնալու է զավթված Ռուսաստանի և անձամբ Պուտինի կողմից, որը նաև բարեխոսում է իր այսպես հովանավորյալների համար, այս վիճակը շարունակվելու է, ինչը ուղղակի այլևս անհանդուրժելի է։